Ողջույն, արի միասին պատրաստենք հայկական ավանդական նազուկ։ Ինչ է հարկավոր մեզ խմորի համար։ Խմորի համար հարկավոր է 2 ձու, 110 գրամ հալեցրած կարագ, 110 գրամ շաքարավազ, 400 մլ գոլից մի փոքր տաք կաթ, 1 լավ լիքը թեյի գթալ խմորիչ, մի պտղուն ծաղ և իհարկե ալյուր։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին ամանի մեջ լցնում ենք խմորիչը, շաքարավազը և կաթը։ Այս ամենը լավ խառնում ենք։ Կաթը պետք է լինի ոչ շատ տաք, ոչ շատ սառը։ Սառի դեպքում խմորիչը չի ակտիվանա, իսկ շատ տաք լինելու դեպքում խմորիչը կկտրվի։ Երբ որ պատրաստում եք խմորիչով խմորներ, հարկավոր է, որ խմորիչը լինի թարմ։ Երբ որ խմորիչի ժամկետը անց է լինում, խմորը շատ ուշ է հասունանում։ Մի փոքր խառնելուց հետո ավելացնում ենք մի պտղուն ծաղ, 2 ձու և 110 գրամ փափկեցրած կարագը։ Այս ամենը լավ խառնում ենք։ Մի փոքր խառնելուց հետո արդեն ավելացնում ենք ալյուրը։ Պետք է ստանանք ձեռքերին չկպնող խմոր։ Խմորը արդեն պատրաստ է, թանկագիններս, ստանում ենք ոչ շատ պինդ, ոչ շատ թույլ խմոր։ Այժմ կծածկենք, կդնենք տաք տեղ, կթողնենք, որ խմորը ամբողջովին բարձրանա։ Բարձրանալուց հետո կշարունակենք։ Այժմ պատրաստենք խորիզը։ Խորիզի համար մեզ հարկավոր է 130 գրամ շաքարավազ, 1 թեյի գթալ վանիլային շաքար և 100 գրամ կարագ կամ յուղ։ Այս ամենը լավ խառնում ենք։ Ձեռքով հունցում ենք այնքան, մինչև զանգվածը մի փոքր սպիտակի, շաքարավազը և յուղը մի փոքր հալվի։ Ստանում ենք նմանատիպ զանգված, այնուհետև ավելացնում ենք արդեն ալյուրը։ Ու այս ամենը լավ խառնում ենք։ Խորիզը արդեն պատրաստ է, թանկագիններս, համեմատած գաթայի խորիզին, այս խորիզը ստացվում է ավելի փափուկ, ինքը ստացվում է որպես քսվող խորիզ, պետք է քսենք խմորի շերտերի արանքում։ Դրա համար պատրաստում ենք փափուկ։ Խորիզը ևս պատրաստ է, դնենք մի կողմ և շարունակենք։ Տեսեք, թե որքան լավ խմոր ենք ստացել։ Ձեռքերը մի փոքր ձեթ ենք անում և խմորը հավաքում ենք իրար վրա։ Արտակարգ խմորը։ Խմորը բաժանելու ենք 4 մասի։
Գնդերը ինձ մոտ կշռում են ամեն գունդը 385 գրամ։ Այդ ընթացքում միացնում ենք ջեռոցը, որպեսզի լավ տաքանա։ Գնդերը արդեն պատրաստ են։ Սկսում ենք հերթականությամբ բացել և հավաքել արդեն նազուկը։ Ջեռոցի տապակի մեջ դնում ենք յուղաթուղթը և խմորը տեղափոխում ենք յուղաթղթի վրա։ Խորիզը քսելով տարածում ենք ամբողջ խմորին։ Խորիզը ամբողջովին խմորի վրա տարածելուց հետո դնում ենք մի կողմ և բացում ենք երկրորդ գունդը։ Վերջին շերտը դնելուց հետո գեղեցիկ կողքերը վրա ենք բերում, մի փոքր ձև ենք տալիս, ձևավորում ենք և արդեն վրան քսում ենք ձվի դեղնոցը։ Լուց հետո սուր դանակով կտրվածք ենք անում և թողնում ենք խոհանոցային սեղանի վրա 10 րոպե, որպեսզի խմորը կրկին բարձրանա։ Բարձրանալուց հետո կուղարկենք նախորդ տաքացրած ջեռոցը, թխելու եմ 200 աստիճանի տակ, մինչև պատրաստ լինելը։ Ահա թանկագիններս, մեր համեղիկի վերջնական տեսքը հոյակապ է ստացվել, ինձ մոտ մի փոքր շատ է կարմրել, բայց տեսքի և համի մասին խոսքերն ավելորդ են։ Տաքեք, թողնենք սառի, այնուհետև կկտրենք և կմատուցենք։ Դուք էլ պատրաստեք և վայելեք։ Հուսով եմ ձեզ դուր եկավ բաղադրատոմսը։ Եթե հավանեցիք, չենք մոռանում մեկնաբանել և լայքել։
մի փոքր տաք է, բայց կտրում եմ, որպեսզի դուք տեսնեք ինչպես է ստացվել։ Սառելուց հետո էլ ավելի լավ տեսք կունենա։ Հահա, տեսեք, թե որքան լավ է ստացվել, խմորը շատ փափուկ, կարծես բուլկի լինի, շերտերը առանձնացել է, իսկ խորիզը շատ համեղ է։ Նման համեղությունից ոչ ոք չի հրաժարվի, դուք էլ պատրաստեք եւ վայելեք 1 գավաթ թեյի կամ սուրճի հետ։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, ձեզ ասում եմ ցտեսություն, հանդիպելու ակնկալիքով։